Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, թույլ տվեք նախ հաղորդման շրջանակներում եւս մեկ անգամ շնորհավորել մեր սիրելի կանանց Մարիության եւ Գեղեցկության տոնի արդիվ, առհասարակ գարնանային տոների արդիվ, մաղթել ձեզ իսկապես կանացի երջանկություն, մշտապես լինեք գեղեցիկ ու սիրված ձեր ընտանիքներում, ձեր միջավայրում եւ իհարկե հաջողակ։ Վերադառնանք ուրբաթ, շաբաթ, կիրակի օրը տարածված ամենատարբեր թեմաներին, բնակ գիտեք, երկուշաբթի օրերը այդպես են անդրադառնում, ուրեմն ինչա տեղի ունեցել, մեն խարխի ձևով շարժումը որոշել է խարխի ձևով ինչ-որ կեղծիքներ տարածելով շրջի Հայաստանի Հանրապետությունում իրան ցույց տա, բանը Ռոբերտ Քոչարյանը իբր փոդքասթում հյուր է եղել, իմիջայլոց չէր հասկանում սա ինչ է, հուշեմ Քոչարյան, սա միկրոֆոն է, եւ իհարկե հյուրընկալողները Ագնես Խամոյանն ու այն Աննա Մկրտչյան, չեմ հիշում ու դրա ազգանունը, նստած որոշում էին, թե ոնց համոզեն, որ Իրանը Սյունիքի մարզին խփի, այսինքն թրիփի համար նախատեսված ճանապարհատում փորձում են բացատրեն, որ այդ տեղով թրիփը որ անցնում է Իրանի դեմ է, չնայած Իրանի ղեկավարները թե արդեն լավ թողնենք դա Իրանում տեղի ունեցած այնուամենայնիվ շատ լավ հասկանում են թե թրիփն ինչ է, բայց սրանք չէ միևնույնն է պետքա մի բան անել, տղերք մի հատ սնարյադն ինչ է գցեք այս կողմ մենք կարողանանք դուրս գանք ասենք վայ տեսեք ինչ վատնա ու հեղափոխություն անենք իրանց պատկերացումով այդ նույն ձևով Արցախը տվին դրանից առաջ 1000 բան եւ իհարկե Վիտալի Բալասանյանի ելույթը որը որ չգիտեմ սա ինչպես պետքա որակել եւ իսկապես չեմ հասկանում ինչպես կարող է Հայաստանի Հանրապետությունում լինի մարդ իսկ կան այդպիսի մարդիկ անգամ այդպիսի մարդկանց շերտ կա որ դրական գնահատեն նրա արտահայտածը սա կարճամիտների պետության արժեք չհասկացողների հայտարարություններ են հակապետական գործիչների, այո դավաճանական դրսևորումներ են սեփական ազգի պետության պատմական անցյալի ամեն ինչի մասին դավաճանական դրսևորումներ են վստահաբար դուք տեսել եք Վիտալի Բալասանյանի արտահայտությունը եկեղեցու բակից ով Կտրիչ Ներսիսյանին էր գնացել սատարելու եւ մի բան էլ հոխորտում էր թե ովքեր նրան Կտրիչ Ներսիսյան են անվանում մեր վեհապարին նրանք ուրեմն չգիտեմ ինչ են չգիտեմ ինչ լսիր հիմա ես նաեւ ուզում եմ այն մարդկանց ուշադրությունը հրավիրեմ ովքեր որ սիրում են ինչ որ պրոֆիլի նկարներ դնել համացանցում Գարեգին Նժդեհի նկարով չգիտեմ Մոնթե Մելքոնյանի արտահայտությունները ցիտելով դուք տեղյակ եք որ Վիտալի Բալասանյանը այս արտահայտությունով այդ ամեն ինչը գցեց ձորը բայց չհասկացանք դուք պատմության մեջ սիրում եք մենակ ձեզ հաճելի պահերը հետո խորհուրդ եք տալիս բոլորին թե պատմություն ընթերցեք բան դաս քաղեք պատմությունից բան մի դաս քաղեք ոնց կորակեք հիմնականում հանրապետադաշնակներով չգիտեմ Զարթիր լայով որ լաուն զարթնի որ Վիտալի Բալասանյանը սպանի հայտարարություն արեք Վիտալի Բալասանյանի հայտարարությանը չեն արձագանքել ներթով կարդանք ովքեր մի խոսքով լավ չի արձագանքել ՀԱԿ-ը չի արձագանքել դաշնակները չեն արձագանքել հանրապետականները չեն արձագանքել սրանց ճուտիկ բուլիկները թաթոյանները ձևիստները եւ այլն այսինքն այդ բոլոր ուժերը համամիտ են եւ ոչ միայն համամիտ են այլ գործում են այդ ուղղությամբ որ Հայաստանի Հանրապետության անկախությունը լղոզվի ու առհասարակ պետականությանը վերջ տրվի լինենք Ռուսաստանի միութենականության մեջ միութենականություն դեռ Ռուսաստան բառը դնենք մի կողմ միութենականության շրջանակներում միութենականության հասկանում եք ասում 100 տարի առաջ բան ենք սովետական միություն ենք հիմա ինչ անուն ուզում է լինի ոչինչ հիմա էլ պիտի գնանք այնտեղ բա Վիտալի Բալասանյանը 200 տարի առաջ էլ Օսմանյան կայսրության մեջ էինք
Կարող է մի հատ էլ այդտեղ գնանք։ 500 տարի առաջ պարսկական կայսրության մեջ էինք, կարող է այդտեղ գնանք։ Ասենք, ուր եք, ինչ եք խո, ձեր կռիվը առասարակ 90-ականներին կարելի է իմանալ ինչի մասին է եղել։ Օրինակ Արցախի հերոսամարտում սկսելուց առաջ տեղի է ունեցել 1000 ու մի իրավիճակներ, կալցո օպերացիայից սկսած։ Խորհրդային միության դեմ է կռվել մեր կամավորական ջոկատները հանուն ազատագրական պայքարի։ Դու ուրանում ես դա, եւ ոչ միայն դու։ Ձեր այդ պրոռուսական բոլոր ուժերը, Ծառուկյանով, բոլոր ուժերը, դուք ուրանում եք դա։ Հիմա ինձ ասա, հետևից Սումգայիթի ու Բաքվի ջարդերներին միութենականության շրջանակներում։ Դու ուրանում ես դա։ Ապա Արցախի թեման, թե պատերազմը, թե դրանից հետո իրադարձությունները, թե մինչև 44-յան ներառյալ, թե 23 թվականի էթնիկ զտումը, կարող եք իմանալ ինչի մասին է եղել։ Ու դուք դուրս եք եկել այստեղ փողոցները, ինչ-որ բան, ինչ-որ մեկից փրկելու։ Դուք Իշն եք, փրկում եք, որովհետև հայ չէիք, որովհետև ձերը Ռուսաստանն է, դուք որպես ռուսաստանցի եք փրկում իրավիճակը, այսինքն Ռուսաստանի համար, փրկում եք Հայաստանի Հանրապետության անկախությունից մեզ Ռուսաստանի համար, սա է եղել ձերը, ու երբ որ ասում էինք շատերը մտնում տակը փիլիսոփայում էին, հիմա եկեք դուք էլ պատասխան տվեք, քաղաքացիները այո նույնպես պատասխանատվություն պիտի կրեն իրենց մեջ, քաղաքական պատասխանատվություն, մի հատ կասեք իմանանք, դուք որպես ինչ եք սրանց ձեն տվել, դրա համար էսա միտքը, ով է դավաճանը այս ամեն ինչի մեջ, ես 1000 անգամ դեռ այն ժամանակ, երբ որ ամեն ինչ խառներ ու մարդիկ շատ բան չէին հասկանում, մի փառք Աստծո, բոլորն էլ ամեն ինչ հասկանում են, ես ասում եմ, սրանք ինչ անուն կպցնում են, այդ իրենք են արել, դավաճան են ասում, իրենք ուրեմն դավաճանություն են արել, իրենք գիտեն դա, հողատու են ասում, ուրեմն իրենք տվել են հողերը, կապիտուլյացիա են ասում, որովհետև իրենք կապիտուլյացիայի ջատագովներ են, եւ այսօր ամեն օրով հատ ապացուցվում է դա, հատ, դու ով ես, մեկը եկել է, Տաշիր Սամոն եկել է ստեղ ասում է պետական լեզու ռուսերենը դարձնենք, սա եկել է ասում է դե պիտի մտնենք միութենականության շրջանակներ, այն մյուսը չգիտեմ ինչեր է խոսում, ով եք դուք, ասենք ժողովուրդ ջան կարելի է իմանալ, դուք ճանաչում եք, հաստատ աշխարհի տարբեր երկրներից նայում են այս հաղորդումը, դուք տվյալ պետությունում, որտեղ որ ապրում եք, ասենք Ֆրանսիայում ապրողներ, ճանաչում եք մի հատ ֆրանսիացի, ով Ֆրանսիայի մշակույթը անկախությունը կարա դնի հարցականի տակ, տես մի հատ արտահայտություն կարա անի, ասենք Ֆրանսիայում մի հատ ֆրանսիացի դուրս գա, ասի, օրինակ անգլերենը պիտի լինի մեր երկրորդ պետական լեզուն, կարանք պատկերացնենք նման բան, կամ ասենք չգիտեմ, Գերմանիայում մեկը կանգնի, ասի, չէ, մենք պիտի մտնենք մի հատ միութենականության մեջ, ինչ եք դրել, փոքր երկիր ենք, ինչ անկախություն, ինչ բան, տարածքները մերն եք, Ռուսաստանի տարածքներն եք, այսպես բաներ խոսի, ցնդաբան, սա սեփական, այն էլ անցած լինելով ես ճակատագիր ես, ամեն ինչի միջով, ու այսօր Հայաստանում, այո, Հայաստանի Հանրապետությունը ունի ընտրություն, կամ հարատևությունը, կամ կործանումը վերջնական, ավարտական ակտը Հայաստանի Հանրապետության, այս երկու ուղղությունն է,
Ու լոլոներ կարդալ պետք չի։ Բայց ինչի է սիշ բանեն, ձեր գործը չի ինչի եղավ։ Այսքան որ բացատրում ենք ու չհասկացող կա, ձեր ուրեմն ձեզ պետք չի բան անել էլ։ Այս երկու ուղղությունն է, կամ էսյանես, կամ այն կողմես։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես խիստ կզարմանամ, եթե այնտեղ մարդիկ լինեն։ Հարցը ստեղ սիմպատիաներն ու անտիպատիաները չեն։ Այսօր բոլորս էլ կանք, եկուս չկանք։ Սերունդներին ինչ ենք ժառանգում։ Կներեք այդ միութենականության արդյունք չի եղել Արցախի կորուստը։ Արցախի ու Նախիջևանի կորուստը։ Սուրմալուի ու Արարատ լեռան կորուստը։ Այդ ծրագրերի մաս չեն եղել։ Դրա համար եք սահմանագծմանն ու սահմանազատմանը դեմ, որովհետև Ադրբեջանը ձեր համար ընդամենը եղբայրական հանրապետություն էր, որը նույնպես ձեր պատկերացմամբ Հայաստանի ու Վրաստանի հետ պիտի լինի միևնույնն է միութենականության մեջ, բայց սաղ ինչի մասին էր, բայց ծնողները, ովքեր որ եռաբլուրում վարչապետի ճանապարհն էին փակում, այստեղ ասելիք չունեն։ Եվ ոչ թե խոսքը Վիտալի Բալասանյանի մասին է։ Խոսքը սրանց բոլորի մասին է, ու մտքում միայն դա է, առավոտից երեկո, երեկոից առավոտ։ Կտրիչնել Ներսիսյան հետը դրած։ Ու նա եկեղեցական չի, որ ես էլ նրա անունը տալու, նա եկեղեցական չի, նա կագեբեշնիկով է, նա հակապետական տարժատ ներդրած մեր եկեղեցում ու վերջ։ Ու որևիցե մեկը չփորձի օրինակ, երբ որ ես խոսում եմ նրա մասին ու խոսում եմ այն ինչ որ կա, չփորձի դա դիտարկել եկեղեցուն վնասելու գործ։ Որովհետև եկեղեցի վնասողները հենց նրանք են, ովքեր կտրիչ Ներսիսյանի փեշից բռնած փորձում են պահել նրան էջմիածնում։ Դուք ինչ գիտեք եկեղեցին ինչ է։ Եկեղեցին ձեզ համար ընդամենը վերածել եք եւս մեկ գործիքի պետության դեմ, անկախության դեմ։ Այդպես չի։ Եվ ձեր գործողությունները միայն դա են ապացուցել։ Եկեղեցու անվանումը փոխելուց սկսած։ Ասում է, ինչից եք խոսում, ասում է, պետությունը քանի տարի է, իսկ բանը եկեղեցին 1700։ Եկեղեցին ո՞նց է 1700 բա։ 1700-ը այն օրվանից սկսած, երբ որ Հայաստանը պետություն է ունեցել։ Եթե Հայաստանը պետություն չլիներ, հայկական իրականության մեջ եկեղեցի չէր լինելու, ասեմ ձեզ, որովհետև 301 թվականը նշվում է որպես պետականորեն ընդունված օր, ժամանակահատված։ Դուք առհասարակ մտածել եք դրա մասին։ Ոնց եք կարծում, եթե մենք լինեինք որևիցե կայսրության միութենականության շարքում, մենք այդ ժամանակ ինքնուրույն որոշելու էինք մեր կրոնական հարցերը, դավանանքի հարցերը, լուրջ եք խոսում։ Կրոնը, դավանանքը, քրիստոնեությունը հայերիս մեջ գոյություն ունի, որովհետև մենք ունենք պետություն։ Որովհետև միլիոնով հայեր օրինակ ցեղասպանության տարիներին ստիպված էին ուրանալ իրենց դավանանքը, որպեսզի ողջ մնան, չնայած շատերին չէր հաջողվում ողջ մնալ։ Որովհետև իրենք պետության մեջ չէին։ Իրենք ուրիշի պետության մեջ էին։ Դրանից հետո սովետական միության մեջ 70 տարի դուք պիտի օրական ավելի ու ավելի մոռանայիք ու հեռվանայիք Աստծուց, որովհետև դուք անկախ պետություն չէիք։ Այսօր կանգնել մի կողմից եկեղեցուց խոսել, մի կողմից միութենականությունից, ես չգիտեմ սա ոնց կարելի է որակել։ Ու սա եղել է գեներալ, բանակից խոսողն է մեր։ Սրանք են բանակից խոսում։ Սրանք են կառուցողներն եղել, մասնակիցներն եղել մեր բանակի։ Դե պատկերացրեք ինչ վիճակ պիտի լիներ։ Սրանք են դիվանագիտական բանը կառուցողները եղել Հայաստանի եւ Արցախի։ Պատկերացրեք ինչ օրի ենք մենք եղել աշխարհում։ Լավա մեզ գոնե բանի տեղ դնող է եղել։ Այդ էլ երևի տոլերանտության արդյունքում։
Չի ուրանում, սա մի հատ դուրս եկեք երրաբլուրի դեմ, հենց սա գնա երրաբլուրի դեմը փակեք։ Չի ուրանում։ Հանուն միութենականության են զոհվել մեր տղերքը։ Մեր տղերքը հանուն անկախ Հայաստանի Հանրապետության են զոհվել։ Այո, նաև Արցախում։ Արցախում երբ որ զոհվում են, ստացվեց այնպես, երբ որ ամեն ինչ բացահայտվեց, ստացվեց այնպես, որ մեր տղերքը Արցախում չեն զոհվել Արցախի համար, զոհվել են հենց Հայաստանի Հանրապետության համար, որովհետև Արցախի համարը վաղուց վաճառած է եղել, ու եկել եք այստեղ Հայաստանը վաճառելու։ Ու այն մարդիկ, ովքեր որ փորձում են, գիտեք կան, ասում են բանա, հա դե Ռուսաստանի հետ չենք, մենք Թուրքիայի տակ պարկենք, բայց դες ով ասում ինչ-որ մեկի տակ անպայման պարկեք, ձեր ուշքու միտքը ինչ-որ մեկի տակ մշտապես պարկելն է, սա մեկ, երկրորդ, ինչ-որ ռուսներին ու թուրքերին տարբերակելու բան ունեք դուք, և որ ասում ենք ռուս-թուրքականը նկատի ունենք ես, այն ուժերին, ովքեր որ ուզում են Հայաստանի վերացումը, և ուզում են իրար մեջ անեն, ինչ-որ բանի դիմաց։ Դիվանագիտական հարաբերությունները պետք է հաստատել, շփվել, թե Թուրքիայի, թե Ռուսաստանի հետ, ոչ թե ինչ-որ մեկի տակ պարկել, այս ինչ մտածելակերպա ձեր մոտ ժողովրդի մեջ ներարկել եք դա։ Բայց նրա հրահանգով, բոլորն էլ շատ փոքր են, որ ինչ-որ մեկի հրահանգով, սկի Հայաստանը այսքան լափել, այսքան վարի եք տվել, կարծել եք նրա հեղինակությունը զրոյացրել, անկախությունը նույնպես զրոյացրել եք, այդքանից հետո սկի Ռուսաստանի տակ չպարկանք, մենակ մյուսների տակ պարկենք։ Ձեր ուշքու միտքը մենակ պարկելն է։ Կանգնեք, մեկ ոտքի կանգնեք, թող արյան շրջանառությունը աշխատի։ Ես հիմա իմ Facebook-յան ընկերներից Էդգար Բաբայանի գրառումն եմ ուզում կարդալ Քոչարյանի հետ կապված ու գնանք դադարի։ Ես Հայաստանի քաղաքացի եմ։ Իմ սերունդը ոչ թե լսել է, այլ ապրել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանում։ Այդ պատճառով երբ նա այսօր փորձում է դասեր տալ պետության, սա քաղաքացի է գրողը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Գիտեք ինչ, շատերը կարող են կանգնել, մեծ բաներ խոսել, ինչ-որ կենացներ, գետնի վրա ինչ ես ունեցել, սա է, քաղաքացու գնահատականը, կարա մեկը հակառակ ասի, չգիտեմ, ասեք տեսնենք։ Այդ պատճառով երբ նա այսօր փորձում է դասեր տալ պետության, տնտեսության կամ քաղաքական մշակույթի մասին, դա առնվազն զարմանալի է հնչում։ Նրա իշխանության մասին կարելի է երկար խոսել, բայց իրական պատկերը պարզ երևում է, եթե այն դիտարկենք մի քանի պարզ ֆիլտրերով։ Առաջին, բանակ։ Հաղթանակի լեգենդի տակ թաքցված քայքայված համակարգ։ Քոչարյանի իշխանության տարիներին բանակը դարձել էր կոռուպցիայի փակ համակարգ։ Այդ տարիներին հազարավոր ընտանիքներ գումարով լուծում էին ծառայության հարցերը, որդիներին բանակից ազատելով կամ ծառայությունը ձևական դարձնելով։ Ծառայության պայմանները նվաստացուցիչ էին սկսած հագուստից մինչև սնունդ և կենցաղային պայմաններ։ Ուսումնական վարժանքներ գրեթե չէին իրականացվում։ Շատերը, այդ թվում ես, 2 տարվա ծառայության ընթացքում նույնիսկ մեկ անգամ չեն կրակել այն զենքից, որին ամրագրված էին։ Բանակը դարձավ ոչ թե պաշտպանական կառույց, այլ թալանի համակարգ։ Վառելիքը, նյութական միջոցները, տեխնիկան, անտառները, մատակարարումները, ամեն ինչ վերածվել էր ամորտիզացիայի տակ թաքցվող թալանի։ Այդ համակարգի գեներալները հետագայում կամ հայտնվեցին կոռուպցիոն գործերում կամ փախան երկրից։ Երկրորդ, քաղաքական միջավայր, վախի և մենաշնորհի տարիներ։ 1998-ից հետո Հայաստանում ձևավորվեց փակ քաղաքական համակարգ։ Իշխանությունը ոչ միայն վերահսկում էր պետական լծակները, այլ նաև ոչնչացնում էր ցանկացած այլընտրանքային քաղաքական ուժ։ Ընդդիմադիր շարժումները ճնշվում էին ուժով։ Հանրահավաքների մասին տեղեկություն տարածող մարդիկ ձերբակալվում էին։ Քաղաքացիներին ծեծում էին պարզապես թռուցիկներ բաժանելու համար։ Լրագրողները ստիպված էին թաքնվել շտապ օգնության մեքենաներում, որպեսզի խուսափեն ծեծից, իսկ անկախ հեռուստաալիքները փակվում էին։ Այդ տարիներին Հայաստանի քաղաքական դաշտը դարձավ փակ և վախեցած տարածք, որտեղ իշխանության հետ չհամաձայնելը կարող էր ավարտվել բանտով, քաղաքական ոչնչացմամբ կամ ֆիզիկական հաշվեհարդարով։ Քոչարյանի օրոք քաղաքական սպանությունների և բեսպրեդելի ամենաբեղուն շրջանն էր։ Երրորդ, ոստիկանություն և դատարաններ։ Պետության փոխարեն պատժիչ մեքենա։
Ոստիկանությունն ու դատական համակարգը դարձան մեկ միասնական մեխանիզմ, իշխանությունը պահպանելու համար։ Քրեական գործը հարուցելը հաճախ տեխնիկական խնդիր էր։ Մարդուն կարելի էր մեղադրել ցանկացած բանի մեջ, նույնիսկ սադրիչ ապացույցներով։ Դատարանները չէին ծառայում արդարադատությանը, դրանք պարզապես հաստատում էին այն, ինչ արդեն որոշված էր։ Այդ պատճառով բազմաթիվ քաղաքացիներ իրենց արդարությունը փնտրում եւ գտնում էին միջազգային դատարաններում, որտեղ Հայաստանը կրկին ու կրկին պարտվում էր։ Այս համակարգը ոչ թե պաշտպանեց քաղաքացիներին, այլ ստեղծեց վախին մթնոլորտ։ Գնանք կարճ դատարանի, վերադառնանք, շարունակենք, ես չեմ ուզում շատ շտապեմ։ Կարճ դատար մեր եթերում։ Վերադառնանք, սիրելի հեռուստադիտողներ, եւ շարունակենք։ 4. Կրթություն եւ ընտրություններ պետական ինստիտուտների քաղաքական շահագործում։ Քոչարյանի տարիներին կրթական համակարգը ներգրավված էր ընտրական մեքենայի մեջ։ Դպրոցների տնօրենները, ուսուցիչները, կրթական կառույցների աշխատողները հիմնականում օգտագործվում էին ընտրական հանձնաժողովներում իշխանության շահերը սպասարկելու համար։ Այդ ընտրությունները միջազգային դիտորդների կողմից բազմիցս գնահատվել են որպես լուրջ խախտումներով ուղեկցվող գործընթացներ։ Բռնություն, ճնշում, քվեատուփերի լցոնում, այս ամենը դարձավ ընտրական մշակույթի մաս։ Այդ ամբողջ համակարգի ողբերգական գագաթնակետը դարձավ 2008 թվականի մարտի 1-ը, երբ Երևանում իշխանությունը կրակեց սեփական քաղաքացիների վրա։ Դա դարձավ այն քաղաքական միջավայրի վերջնական բնութագիրը, որը ձևավորվել էր այդ տարիներին։ 5. Կոռուպցիա։ Իշխանությունը որպես հարստացման մեխանիզմ։ Քոչարյանը հաճախ մեղադրում է ներկա իշխանություններին կոռուպցիայի մեջ։ Սակայն հենց նրա իշխանության տարիներին ձևավորվեց այն համակարգը, որտեղ պետությունը բաժանվում էր նեղ շրջանակի միջև։ Մարդ, որը Հայաստան էր եկել գրեթե առանց ունեցվածքի, իշխանության տարիներին կապվեց բազմամիլիոնանոց ակտիվների հետ։ Այսօր Հայաստանի դատախազությունը նրանից պահանջում ավելի քան 200 միլիոն դոլարի ապօրինի գույք։ Այդ տարիներին տնտեսության բազմաթիվ ոլորտներ բաժանվում են մոնոպոլիաների միջև, հաճախ իշխանությանը մոտ կանգնած մարդկանց մասնակցությամբ։ Դա դարձավ տնտեսական համակարգի հիմնական սկզբունքը։ 6. Տնտեսական հաջողության առասպելը, ճակերտավոր ասած, սիրում չէ դրանով Քոչարյանը գլուխ գովա։ Քոչարյանի թիմը սիրում է խոսել տնտեսական աճի մասին, սակայն այդ աճը հիմնականում պայմանավորված էր համաշխարհային տնտեսական իրավիճակով եւ տարածաշրջանային կապիտալի հոսքերով։ Այդ տարիների ամենահայտնի նախագծերից մեկը Հյուսիսային պողոտան հաճախ ներկայացվում էր որպես քաղաքաշինական հաջողություն։ Իրականում այն դարձավ Երևանի կենտրոնում կառուցված առանց ոգու քարե միջանցք, առանց կանաչ տարածքների, առանց քաղաքային մտածողության, առանց իրական բնակելի կյանքի։ Բազմաթիվ բնակարաններ մինչև այսօր դատարկ են։ Բացի այդ տարիներին Ռուսաստանին փոխանցվեցին պետական ռազմավարական ակտիվներ գույք պարկի դիմաց սխեմայով։ Տասնամյակներ անց այդ ակտիվների մեծ մասը չի զարգացվել այնպես, ինչպես խոստացվել էր։ Դա դարձավ Հայաստանի տնտեսական ինքնիշխանության ամենակասկածելի որոշումներից մեկը։ Այս ֆիլտրերը ցույց են տալիս մի պարզ բան. Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը չէր կառուցում ժամանակակից պետություն։ Այն ձևավորում էր փակ համակարգ, հիմնված ուժի, վախի եւ տնտեսական մենաշնորհների վրա։ Իմ սերունդը այդ տարիները հիշում է ոչ թե որպես կայունության ժամանակ, այլ որպես փակ քաղաքական դաշտի կոռուպցիոն եւ բռնության շրջան։ Եվ հենց այդ հիշողությունն է պատճառը, որ Հայաստանի շատ քաղաքացիներ չեն ցանկանում երբևէ վերադառնալ այդ անցյալին։ Հայաստանի սուվերենությունը ռուսական տանիքի տակ պատկերացնող այս մաշված, լուսանցք նետված քաղաքական միտքը պետք է չորանա հայկական իրականության մեջ։ Ծուրբերան ոինը որպես ապագա մերժված է վաղուց։ Շնորհակալություն հարգելի Էդգար Բաբայան այս գրառման համար։ Իհարկե բնական է, որ Քոչարյանից խոսելուց այսքանով չես կարող սահմանափակվել։ Շատ ավելին կա, բայց սրանք ընդհանուր հիմնական բնութագրերն են։ Մնացածը մեր երիտասարդները, ովքեր այնքան էլ լավ չեն հիշում, ովքեր այնքան էլ լավ տեղյակ չեն ու այնքան էլ չեն սիրում լսել իրենց ծնողներին կամ տարիքով մարդկանց, թող իմանան սրա մասին ու տեսեք ոնց կարող եք իմանալ։ Իհարկե կարող եք սա դիտարկել որպես քարոզչություն, ասեք
Հա դե գնելը դե կարող է քարոզ բանը, որ ինքը դեմանանաց, դրա համար այս քարոզչությունն է անում։ Ոչ, գտեք մի հոգի մարդ, ով ապրել է Քոչարյանի ժամանակ ու համաձայն չի այս գրածի մեջ։ Երբ որ գտնեք, ուրեմն ես քարոզչություն եի անում։ Եվ ես ձեզ ասեմ, դուք չեք գտնի։ Գտեք հասարակ շարքային քաղաքացի, ով այս գրածներից որևիցե մի բանի հետ համաձայն չի լինի։ Ասեմ ավելին, ճիշտ հակառակ, դուք ում սա կարդաք, կասեն, ուստեղ բան գրած չի։ Արի ես քեզ պատմեմ, էլ ինչեր կար։ Հիմա իբր երկընտրանք, հա։ Անցյալը, միութենական կեղտոտ անցյալը փորձում են մեզ վրա սղացնել որպես ապագայի տեսլական։ Լուրջ ժողովուրդ։ Իմիջայլոց։ Տեսնելով արձագանքները Վիտալի Բալասանյանի այս այդ դավաճանի այս արտահայտությունների հետ կապված, բանը ուժեղ Հայաստան կուսակցությունը, որպեսզի սենց բան անի, իրեն ապահովագրի, նայեք ինչ գրառում արել։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը գրում է. Հայաստանի Հանրապետության անկախությունը բարձրագույն արժեք է։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն անսակարկելի արժեք է։ Հայաստանի Հանրապետությունում ինքնիշխանական աղբյուրը ժողովուրդն է։ 90 օրից հայ ժողովուրդն ապրելու ուժեղ Հայաստանում եւ ունենալու ուժեղ առաջնորդ։ Նախ Տիկին Մելոյանին ասեմ, դու պիտի դեռևս ներողություն խտրես հանրությանը մոլորեցնելու համար, երբ հարցազրույցին հյուրեր ու ասում էիր, որ Կիրանցը Ադրբեջանին են տվել իշխանությունները։ Պիտի գնաս եւ ներողություն խնդրես դրա համար։ Երկրորդ, դու պիտի ներողություն խնդրես սատարելու համար այն ջիհադիստների պայքարին, ովքեր որ դեմ էին դեմարկացմանն ու դելիմիտացմանը սահմանի հայ-ադրբեջանական։ Երրորդ, մենք 90 օրից չենք ապրել ուժեղ Հայաստանում, մենք ապրում ենք ուժեղ Հայաստանում, շուրջդ նայիր, եւ քո գոյությունը մեր իրականության մեջ, ձեր ուժի գոյությունը մեր իրականության մեջ, որ տենց շրջում եք ու ոչինչ տեղի չի ունենում, հենց այդ ուժի ցուցադրումն է։ Ես չգիտեմ դուք ուժ ասելով ինչ նկատի ունեք, բայց ուժեղ Հայաստանն է սա, որտեղ խոսքի ազատությունն է։ Երրորդ, այս անկախության մասին որ սենց գրել եք, բա մի հատ անվանական անդրադառնայեք։ Վիտալի Բալասանյանի խոսույթի հանդեպ, ելեք ասեք, մենք Վիտալի Բալասանյանի խոսքերը դատապարտում ենք, մենք դատապարտող բան կասեք, դուք չեք ասի, դուք վախենալու եք ասեք, որովհետև դուք իրավունք չունեք ասելու, ձեզ ոչ ոք վերևից չի տվել այդ իրավունքը, որ դուք խոսեք ուղիղ թիրախային անկախության մասին, դուք կարող եք այսպես լղոզած սիրուն կենացներ գրել, բայց դուք չեք սատարում անկախությունը։ Եթե դուք սատարեիք անկախությունը, կդատապարտեիք թե Վիտալի Բալասանյանին, թե Քոչարյան Ռոբերտին, թե Լևոնին Տեր-Պետրոսյան, բայց դուք դա չեք անի, որովհետև նրանք սատարում են ձեզ, որովհետև դուք մի թիմ եք։ Դուք կարող եք մեկը մի քիչ սենց խոսել, այն մյուսը մի քիչ այնպես, մյուսը այնպես, որովհետև ամեն մեկը մի տեսակի դաշտի վրա եք աշխատում, հասարակության շերտի վրա եք աշխատում, ամեն մեկը մի տեսակի, որպեսզի հետո հավաքվեք իրար գլուխ։ Դուք չեք կարող դատապարտել ոչ Քոչարյանի խոսույթով անկախությունը դնում էր հարցականի տակ ու միութենականության կազմում էր տեսնում Հայաստանը, ոչ Վիտալի Բալասանյանին, ոչ որևիցե մեկին։ Դուք այդքան չկաք։ Դուք երևակայած, գիտեք որ երևակայած որ փոքր երեխեք են լինում, ասում են մեծանամ Բրուսլին եմ դառնալու, որ բան այս շենքը մի մատով բարձրացնեմ։ Այդ եք դուք երևակայում։ Իսկ իրականում դուք թույլ եք։ Թույլ հակապետական։ Դուք անգամ մեր անկախությունը հարցականի տակ դնողին չեք կարող հակադարձել։ Ուրեմն, ժողովուրդ ջան, հա, վերադառնալով Վիտալիկին։ Այս մի նախադասությամբ էլ եզրափակենք։ Վեր ես կենում Վիտալիկ, սիրուն, վեշերդ հավաքում էր ու քանի դեռ ճանապարհ կա, մեկնում ես միութենական Ռուսաստան ապրելու, Հայաստանի հետ գործ չունես,
Ստեղի այդ սաղ բիզնեսները թողնում ես այստեղ ու գնում ես այնտեղ խոպան, ապրելու, հայրենիքդ։ Արցախն էլ էր, չէ՞ միութենականության մեջ տեսնում։ Ռուսաստանն էլ էր տեսնում միութենականության մեջ։ Բա ո՞ց տեսավ Ադրբեջանի մեջ։ Հա, մենք ուզում ենք մեր հողերի վրա ապրենք։ Հողերի վրա։ Թե ձեր պետության մեջ։ Չէ, դե սա ձեր պետությունը չի, ձեզ չարցնում։ Բայց մեր հողերը, եթե պետություն չի, դա արդեն մեր հողը չի։ Պատմականորեն այո։ Թե Արցախը, ինչու միայն Արցախը։ Շատ եք Արցախից խոսում։ Ադրբեջանի տարածքների մեծամասնությունը պատմականորեն հայերից տարածքներն են։ Բայց այ քանի որ քո նման երևույթներ են եղել, այ դրա համար էսպես է եղել։ Ամեն մեկը ինչ որ մի պահի միութենականություն է տենչացել։ Կլինեն դա հռոմեական միութենականություն, պարթևական միութենականություն, հունական միութենականություն, չգիտեմ Պոնտոս, կապ չունի ինչական միութենականություն, բայց ամեն մեկը միութենականություն է երազել, որպեսզի այնտեղի տերերին դուր գա, իր հավատարմությունն հայտնել, ձեզանից որևիցե մեկը ձեր տեսակը երբեք պատմականորեն մեր արքաներին հավատարմություն չեն հայտնել։ Դուք չուժոյներ ինչպես եղել եք, այդպես էլ մնալու եք։ Նենց որ են դուք են ձեր երազանքների երկիրը գնացեք ապրելու։ Եվ առհասարակ 422 հոդվածներ, չէ՞ կարծեմ։ Ինչի՞ չի գործում սրանց պարագայում դա։ Այս հայտարարության պարագայում, այս չուժոյին մի րոպե կներեք, մի հատ ճշտեմ, էլի։ Ինչի՞ չի գործում։ Քրեական օրենսգիր 422, տեսնեմ ճիշտ եմ հիշում, ժողովուրդ ջան, կներեք։ Հազար ներողություն։ Մոտենում ենք ոնց որ 406 17 շատ գնացինք 24 23 22 եկեք հլընթերցենք իշխանությունը զավթելուն տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը իշխանությունը զավթելուն տարածքային ամբողջականությունը խախտելուն ստորակետով է այսինքն տարածքային ամբողջականությունը խախտելու մասին է խոսքը կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն հրապարակային կոչը պատժվում է տուգանքով 10 պատկից 30 պատկի չափով կամ հանրային աշխատանքներով 100-ից 200 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակման առավելագույնը 2 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 3 տարի ժամկետով լավ սենց Երկրորդ սույն հոդվածի առաջին մասով նախատեսած արարքը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվամիջոցներ կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, պատժվում է տուգանքով 20 պատկից 50 պատկի չափով կամ հանրային աշխատանքներով 150-ից 270 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակմամբ 1-ից 3 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ 1-ից 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով։ Եթե սենց է այս հոդվածը։ Վիճեմի սենց է։ Այսինքն կարան հազարավոր մարդիկ գան, հազարավոր կոչերով, եղածն ինչ է։ Հայ, միջայլոց ժողովուրդ ջան, ասեմ են ԱԱԾ-ի շենքի վրա, որ մեկը մոլոտովի կոկտեյլ էր գցում ու միայնակ բաներ հատուկ ռազմական գործողություն էր իրականացնում ռուսների ասած ձերբակալվել է ահաբեկչության հոդվածով ոնց որ գնում է 308 հոդվածի առաջին մասով դրա համար էլ սրանք բա էսա պատիժը դրա համար էլ ով ինչ ուզում խոսում է ով ոնց ուզում ձևակերպում հայտարարություններ է անում Այս ինչ էր
ուշադիր չէ եղել, մի հատ էլ կարելի է ուսումնասիրել։ Իմի, քանի որ լավ, նոր թեմա չբացենք, եկեք ձեզ մի բան կարդամ։ 30 միլիարդ 341 միլիոն դրամ վնասի վերականգնում գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության հսկողությամբ քննվող քրեական վարույթներով։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 26 թվականի մարտի 7-ին տեղի ունեցել դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են դատախազության 25 թվականի աշխատանքները։ Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը ներկայացրել է 25 թվականի ընթացքում գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները։ Արամ Արամյանի խոսքով 25 թվականի ընթացքում գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ քննվող քրեական վարույթներով վերականգնվել է 30 միլիարդ 341 միլիոն 581 հազար դրամի վնաս։ Ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 15 միլիարդ 463 միլիոն 560 հազար դրամ։ Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով պետությանը պատճառված վնասի վերականգնումներ են կատարվել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր, ՀՀ նախկին падգամավոր Կարո Կարապետյանի ընտանիքի անդամների, նախկին падգամավորներ Նահապետ Գևորգյանի, Հարություն Փամբուկչյանի եւ նրանց ընտանիքի անդամների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող ու մի շարք այլ քրեական վարույթների շրջանակներում։ Արամ Արամյանի տեղեկացմամբ ՀՀ ողջ տարածքում նվազել են պաշտոնատար անձանց օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու դեպքերը։ Նշված հանցատեսակի նվազումը տարեստարի կրում է շարունակական բնույթ, մասնավորապես 23 թվականին արձանագրվել է 141 դեպք, 24 թվականին 111 դեպք, իսկ 25 թվականին արդեն 87 դեպք։ Բացահայտումը, ինչպես եւ 24 թվականին կազմել է 100%, ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը։ Ներկայացնելով գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության 25 թվականին կատարած աշխատանքները, Արամ Արամյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարանը ուղարկվել համացանցի տեղեկատվական եւ հեռահաղորդակցման համակարգերի օգտագործման իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրվող 24 անձի վերաբերյալ 11 քրեական վարույթ։ 11 քրեական վարույթներով հանցավոր գործունեության շրջանակներում արձանագրված ընդհանուր դրամաշրջանառությունը կազմել է շուրջ 5 միլիարդ 108 միլիոն 634 հազար դրամ։ Իմիջայլոց ՆԳՆ նախարարը ասում էր, որ որքան էլ աղմուկը մեծ է, բայց թմրանյութերի շրջանառությունը պայքարի արդյունքում ահագին փոքրացել, քչացել է։ Գիտեք, ստեղ մի հետաքրքիր բանի վրա պետք է ուշադրություն դարձնենք, որ այն ժամանակները, երբ որ կհիշեք երևի, որ մեկին ձերբակալում էին թմրանյութով, դե տես բաներ պիտի ցույց տային, մոտը 5 գրամ, 10 գրամ ինչ-որ բան էին հայտնաբերած լինում, էլի, այսինքն ոնց որ տպավորություն լիներ, որ այն տոննաներով գործարարողները ընկած են հանգարց կողքից մեկը վերնա չմտնի, էլի։ Այսինքն սենց էր աշխատում մեխանիզմը, եւ փայ չունեին, որտեղ փայ չունեին, դրան բռնում էին։ Հիմա տեսնում ենք ինչ քաշերով են էլի հայտնաբերում։ Իմիջիալոց ասեմ, որ ժամանակակից աշխարհում սրա դեմ պայքարելը բավականին բարդացել է, որովհետև նույն տեխնոլոգիաներն էլ օգտագործում են իրենք, փակ տելեգրամյան ալիքներով եւ այլն, բայց մի խնդրանք, ժողովուրդ ջան, եթե դուք տեսնում եք QR կոդեր ձեր շքամուտքերի պատերին, կողքի պատերին փակցված ու առանց որևիցե մի բանի, դրանք շատ դեպքերում հենց նարկոտիկի համար են, որպեսզի այդ QR կոդերով տելեգրամյան ալիք մտնեն ու առևտուր իրականացնեն, ճղեք, պոկեք, թափեք, խնդրում ենք։ Մենք էլ որպես քաղաքացի ինչ-որ մի բան պիտի արած լինենք։ Հետո
պետական մարմինների այս հանցագործությունների մասնակցության թվի նվազելը շատ լավ տենդենց է, բայց վերադառնանք այն 30 միլիարդին, կողքից էլ մի հատ էլ պոչ կար 15 միլիարդ, չէ։ Ժողովուրդ, նենց հեշտ է այս թվերը ասելը։ Սա ոչ միայն հետ է բերվում թալանացը, այլ տեսեք, այսքան թալանվել է ինչ-որ խմբի կողմից, չէ։ Հիմա դա չի թալանվում, այսինքն ոչ միայն հետ է բերվում, այն ժամանակ տանում էին, հիմի չեն տանում և մի բան էլ են տարածներն են հետ բերում, և սա ռեալ փոփոխություններից մեկն է, որը կա գոյություն ունի, իհարկե կլինեն, օրինակ Ճապոնիայի նման երկրում, կոռուպցիայով զբաղվող պաշտոնյային ցմահ է գնում, պետության դավաճանությանը հավասարեցրած բան է, ցմահի թեմա է, բայց միևնույն է լինում են, չէ՞ տենց դեպքեր, անգամ բարձրագույն պատիժի դեպքում, ուր մնաց թե Հայաստանում կամ աշխարհում որևիցե երկրում իսպառ բացակայի կոռուպցիան, բայց մի բան հաստատ է, որ այդ կոռուպցիան պետական մակարդակով չի, իշխանության ղեկավար կազմի մակարդակով չի, եւ դրանք համակարգված, դա համակարգված կոռուպցիա չի, այնինչ օրինակ Քոչարյանի ժամանակ, այն ինչ որ կարդում էի Էդգար Բաբայանի գրածը, դա հենց կոռուպցիոն համակարգն էր, բուրգներ, որտեղ որ ամեն մեկը նստած էր կոնկրետ ստանալու եւ մուծելու համար, բոլորը միջնորդ էին, բան էին, բրոկեր էին, էլի։ Այսքանով եզրափակենք թերևս այսօրվա մեր հաղորդումը, կհանդիպենք վաղը, լավ մնացեք, ցտեսություն։